Բարև ձեզ, Factor TV հյուրը միտքը վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, ողջույն։ Վերջին օրերին Ռուսաստան-Ուկրաինա պրոցեսի վերաբերյալ բազմաթիվ իրադարձություններ եւ հայտարարություններ են կատարվել։ Տեսեք, ըստ էության ԱՄՆ խաղաղության ծրագիրը քննարկվում է 28 կետանոց, այդ ծրագրով ԱՄՆ խաղաղության երաշխիքներ տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով միջուկային պետություն պետք է չդառնա Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկը Ռուսաստանին են անցնում եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում եւ Զապորոժիայում շփման գիծեմ սառեցում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի Ռուսաստանի վերահսկմամբ, կողմերը պարտավորվում են սահմանները ուժով չփոխել, Ուկրաինան պարտավորվում է ՆԱՏՕ-ին չմիանալ, կրճատել զինուժի թիվը, ՆԱՏՕ-ն պարտավորվում է Ուկրաինայում զորքը չտեղակայել, Ռուսաստանը չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա, ԱՄՆ-ն եւ Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ են պատրաստում, այդ թվով բռնագրավելով 100 միլիարդ ռուսական սառեցված ակտիվները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սառեցվում է։ Սա վերջին շրջանում հրապարակված փաթեթն է, բայց նորացվածը չի, դրա մանրամասները դեռ չգիտենք, արդյոք սա կապիտուլյացիոն ծրագիր է Ուկրաինայի, թե ոչ։ Վերջին լուրերը ցույց են տալիս, որ Եվրոպան երկու կետ է հիմնական փորձում առաջ մղել։ Սրան ի համալրում։ Այո, այն որ պետք է հրադադար տեղի ունենա, նոր սկսեն տարածքների վերաբերյալ բանակցությունները եւ ուրեմն որևէ սահմանափակում ռազմական ուժի, թվաքանակի, տեխնիկայի զինման Ուկրաինայում չպետք է տեղի ունենա։ Սա անիրատեսական ծրագիր է, եւ որովհետեւ իմ կարծիքով դա ոչ Ուկրաինան կընդունի, ոչ էլ Ռուսաստանը։ Թվում է թե շատ հարմար է Ռուսաստանի համար, բայց այնտեղ կան հետաքրքիր, այսպես ասած, կետեր ՆԱՏՕ-ի 5-րդ կետի գործարկման նման, այսպես է նշվում, դեռ մանրամասներ չկան, դա ինչ է նշանակում։ Նշված է կոորդինացիոն գործողություններ եվրոպացի դաշնակիցների հետ։ Դա ինչ է նշանակում, Պուտինը չգիտի։ Հաջորդը ռուսական ակտիվները ըստ էության այլևս անվերադարձ մնում են ԱՄՆ եւ եվրոպական երկրների ձեռքում։ Հաջորդը թվաքանակը կրճատվում է, բայց 600,000 է դառնում։ Մենք հիշում ենք, որ Ստամբուլյան բանակցությունների ժամանակ Ռուսաստանը 65,000 էր պահանջում, ըստ էության ոստիկանության թվաքանակ։ Բացի այդ, ինչ է նշանակում այլևս չհարձակվի Ուկրաինայի վրա։ Վլադիմիր Պուտինը չի գնացել պատերազմի, որպեսզի այս տարածքները կցի իրեն։ Նա գնացել է պատերազմ անելու, ինչպես ասել է Տրամպը, ողջ Ուկրաինան գրավելու համար։ Սա տարածքային խնդիր չի, սա կայսրություն լինելու կամ չլինելու, ինչպես ասեց Օբաման մինչ այդ էլ Բժեզինսկին, խնդիր է։ Բայց տակտիկան այսպես է, ոչ Ուկրաինան է մերժում, ոչ Ռուսաստանն է մերժում, իդեպ տեսանք ըստ էության զավեշտալի պատասխանը Պուտինից, նա նույնիսկ չէր էլ պատրաստվում արձագանքեր, այդտեղ թատերական ներկայացում էլի տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստում, Մատվիենկոն հարց տվեց, նա այսպես խոսեց։ Իմ կարծիքով Պուտինը նաև ոգևորված չի այդքան, ինչքան Հայաստանի որոշ շրջանակներ, որովհետև Տրամպը փոփոխական է։ Գուցե եվրոպացիները հանդիպեն իր հետ էլի փոփոխություն տեղը, սա առաջի ծրագիրը չէ, ես սա կարճ ասեմ, համարում եմ անիրատեսական։ Բայց ինչու է համարվում Ուկրաինայի կապիտուլյացիա, նաև Հայաստանում այդպիսի քննարկումներ կան, համաձայն եք այդ գնահատականը։ Այն շրջանակները, որոնք ուրախ են եւ դա ներկայացնում են կապիտուլյացիա, իրենք այս կետերի մասին կարծես չունեն մտահոգություն, Ռուսաստանը ունի։ Բայց իրենք գուցե դա չեն հասկանում։ Երկրորդը, եթե հանկարծ պատերազմը կանգնի այս պայմաններով, դա չի լինի կապիտուլյացիա, բայց կլինի հօգուտ Ռուսաստանի։ Նախ կստացվի Ռուսաստանը չի պատժվում սանձազերծած պատերազմի համար։ Երկրորդը, պատմության մեջ ըստ էության երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ սահմանի փոփոխությունը ռազմական ուժով ճանաչվելու է, այսպես կարող ենք ասել, ԱՄՆ-ն ասել է ճանաչում է։ Այսինքն սա շատ վատ է լինելու, այլ հարց է, որ հիմա Զելենսկին բարդ իրավիճակում է հակակոռուպցիոն սկանդալի հետևանքով, հետաքրքիր է, որ միաժամանակ տեղի ունեցան այս բացահայտումները։ Դիրքերը թույլատնելու։ Այո, ԱՄՆ-ն փորձում է դա կերել։ Մյուս կողմից, եթե Զելենսկու խոսքը լսենք, ինչու դա այդքան դրամատիկ է։ Իմ կարծիքով նա փորձում է օգտվել այս իրավիճակից եւ միասնություն ապահովել կրկին իր շուրջ։ Նա մի քանի անգամ նշում էր խոսքի մեջ, որ ինձ անհրաժեշտ է ձեր համաձայնությունը, ձեր աջակցությունը, այսինքն Զելենսկին խորամանկ է այս առումով որպես քաղաքական գործիչ, նա միավորում է, սա օգտագործում է ուկրաինացիներին միավորելու համար, որ ասեն հիմա ժամանակը չի հակակոռուպցիոն սկանդալի։ Այո, եւ այդ հակակոռուպցիոն ուրախանում է։ Այո, կոմիտեն ըստ էության կասեցրել է նոր ինֆորմացիայի
արտահոսքը նշել են, որ ռազմական գործողությունից ելնելով դա ձեռք չի տալիս։ Ինչ վերաբերում է հայաստանյան որոշ շրջանակների էնտուզիազմը, իսկ կարող եմ ասել, որ սա շատ բացասական է Հայաստանի համար, Հայաստանի նման փոքր երկրների համար, որ միջազգային իրավունքում արդեն կարելի ասել դե ֆակտո ընդունվում է փաստը, իհարկե միջազգային իրավունքը երբեք էլ այդպես օրիգինալ չի գործել, բայց սա արդեն համարվում է նորմալ է, հզոր հարևանը, դեռ հզորությունը դնենք մի կողմ մեր հարևանի, հարձակվող կարող է ցանկացած բայի, ինչպես ասեց պարոն Ուիտկոֆը, չկանգնել, ինչու է կանգնել պարոն Ալիև, եւ գնալ առաջ։ Եթե այս շրջանակները դա չեն հասկանում, սա վատ է, իսկ եթե հասկանում են, սա արդեն պետական դավաճանություն է։ Տեսեք, Ժնևում կար քննարկում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դիվանագետների միջև եւ Թրամփը բավական խիստ էր քննադատել եվրոպացիներին եւ ուկրաինացիներին։ Այս հանդիպման ժամանակ 28 կետանոց պլանն է քննարկվել եւ եվրոպացիները այն որակում են որպես Ռուսաստանի օգտին ծրագիր, իսկ Թրամփը ասում էր, որ սա վերջնական չի, համալրում կլինի, Ուկրաինայի ղեկավարություն զրոյի երախտագիտություն է արտահայտել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ Բարկացել էր Թրամփը։ Ձեր կարծիքով այս քննարկումներն ինչի մասն են։ Հետո նա փոխեց կրկին այսօր իր պահվածքը, որ դա չի նշանակում, որ մենք չենք տալու զենք, այդ հարցին նա դրականորեն չպատասխանեց։ Եվ ես ընդհանրապես ուզում եմ մարդ չմահանա, կարծես այդ լարած շատ ներողություն ինչ որ անգիր արած նախադասությունը, եթե ես լինեի պատերազմ չէր սկսվի, հիմա դուք եք այնպես արեք, որ ավարտեք, եւ դուք ունեք այդ հնարավորությունը։ Այլ հարց է, որ չեք կիրառում, ելնելով գուցե անձնական, ինչպես նաեւ ֆինանսական, նաեւ գեոպոլիտիկ շահերից, որովհետեւ կխոսենք դրա մասին, Չինաստանի դերը այստեղ շատ կարեւոր է, որը լռում է իդեպ։ Այսինքն դեռ փոխվելու է այս ծրագիրը եւ ծանոթ իրավիճակ է Սպիտակ տանը հանդիպումից հետո նույն երախտագիտության բացակայության չզինելու դուք խաղակարտեր չունեք եւ այն ժամանակ նույնիսկ ավելի սարսափած էի հետևում իրադարձություններին հիմա այդպես իմունիտետ ենք ձեռք բերել ինչպես նաեւ Ուկրաինա տեսեք Թրամփը ներքին լսարանի ուշադրության շեղման կարիք ունի նա իհարկե ստորագրեց եւ չէր կարող չստորագրել Էփշտեյնի գործով հրապարակումների մասին օրինակիցը բայց արտադատության նախարարությունը 30 օր ունի հրապարակման համար եւ կարող է հետաքննության շահերից ելնելով այդպես էր պրես ռիլիզը չբացահայտել որոշ մանրամասներ կամ պետական շահերից ելնելով դե պարզ է մոտավոր ինչի մասին է խոսքը եթե նախագահին առնչվի այո դրա համար Թրամփը պիտի խաղաղության իմիտացիայի էլի գործընթացի գնա Վենեսուելայի ուղղությամբ ես չգիտեմ ինչու այդպես կարծիք ունեմ որ օդային որոշ հարվածներ տեղի են ունենալու որտեղ կուտակումները շատ են այդ ուղղությամբ այսինքն ինչպես շատ ղեկավարներ պիտի փորձի շեղի ներքին լսարանի ուշադրություն հիմա բոլորս դա ենք, չէ՞, քննարկում այս ծրագիրը, որը ըստ էության անիրատեսական է։ Շատ լավ, թարմացված տարբերակի մասին Սպիտակ տունը վերջերս հայտարարեց, որ զգալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ թարմացված եւ հստակեցված շրջանակային փաստաթուղթ, որը ըստ Վաշինգտոնի կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ կնպաստի արդար խաղաղությանը Կողմերը վերահաստատեցին, որ ցանկացած ապագա համաձայնություն պետք է լիովին ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը հանգեցնի կայուն արդար խաղաղության, նախագծվել է թարմացված եւ հստակեցված փաստաթուղթ։ Տեսեք, Ուկրաինայի համար գլխավորը իր անվտանգության հարցն է եւ հետագա պատերազմի բացառման երաշխիքները եւ եթե նույնիսկ լինի այդպիսի պատերազմ ինքը միայնակ չլինի, հա, այսինքն որոշակի երաշխիքներ տրվեն։ Արդյոք Ուկրաինան նման երաշխիքներ ստանում։ Ուկրաինա եւ Հայաստանի եւ բոլոր աշխարհի երկրների համար առաջին երաշխիքը սեփական բանակն է։ Ուկրաինան մի քանի անգամ պատմության մեջ երաշխիք է ստացել եւ Մինսկի համաձայնագրերի տեսքով Զելենսկին նշեց, չէ, մի քանի անգամ խաբել են մեզ։ Բուդապեշտյան համաձայնագրերի մասին ես չխոսեմ, այսօր Ուկրաինան կարող է լինել միջուկային գերտերություն եւ Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա։ Դա այս նույն շրջանակներն էին այդ երաշխիքը տվել Ուկրաինային։ Այսինքն ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Ուկրաինայի անվտանգության երաշխիքը մինչեւ ատամները զինելն է այդ դրակոնի ուրեմն օրինակով, որոնա
վերաբերեց։ Նոր դրանից հետո կարող են այո լինել դաշնակիցներ, Հայաստանն էլ միայնակ չի կարող, այս անալոգիա միշտ այստեղ իրականացնում։ Եթե դուք զրկում եք Ուկրաինային ռազմական աջակցությունից, տնտեսության ուրեմն զարգացման հնարավորությունից, որևէ հստակ այդտեղ չկա ինչ ով է հրադադարի ռեժիմը վերահսկելու, իսկ խախտման դեպքում ինչ է տեղի ունենալու, ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի այդ 5-րդ կետի նման երաշխիք ենք տալիս, նմանը որն է։ Այսինքն այս պայմանագիրը գրվել է ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների կողմից, Ուիտկոֆի եւ Կիրիլ Դմիտրիևի, եւ պարոն Ռուբիոն, եւ շատ բարձր եմ գնահատում նրա քայլերը, իհարկե չհակադրվելով հրապարակայնորեն Տրամփին, ամեն ինչ անում է Հայաստանի ուղղությամբ, որպեսզի հաշվի առնվեն Ուկրաինայի շահերը։ Իդեպ նա այնպես արեց, որ Լավրովի հետ հեռախոսազրույցը չստացվեց եւ մենք չտեսանք հանդիպում Օրբանի մասնակցությամբ Պուտինի եւ Տրամփի։ Հիմա նույնը նա փորձում է անել այս ծրագրի հետ կապված եւ իդեպ պետք է ասել, որ Ռուբիոն չնայած ասում է ներգրաված եղել այս ծրագրի գրմանը, բայց այդ ժամանակ եղել է միջինասիայում տուրնեի ընթացքում դա մամուլում կար եւ ըստ էության երկու տրեկեր են զուգահեռ։ Այսինքն այս թարմացումը շատ պետքարտուղարության ձեռքի գործն է կամ ոչ թե պետքարտուղարության թարմացումը այո լրիվ համաձայն է այո եւ իսկ հակառակը նախորդ ծրագիրը դա բիզնեսմենների սպիտակ տան այո սպիտակ Ուիտկոֆի փեսայի ոչ կոմպետենտ մարդկանց տեսեք իսկ Ռուսաստանը երաշխիք է տալիս կամ վստահեցնում է որ չի հարձակվի ոնց եք վերաբերվում լրջորեն իսկ եթե սահմանադրությունում գրեն որ մենք չենք հարձակվի եւ նույնիսկ հատուկ ռազմական գործողության չենք դիմի իդեպ երևի չեր գիտեմ որ Ռուսաստանի սահմանադրությամբ պատերազմ սանձազերծելը օրենսդրությամբ հանցագործություն է բայց ինչպես տեսնում եք ոչ թե սա պատերազմ է այլ հատուկ ռազմական գործողություն Իսկ մենք գիտենք, որ սահմանադրության 4 շրջանները Ուկրաինայի Ռուսաստանի մաս են, ինչա փոխելու են այդ սահմանադրությունը։ Կասկածում եմ։ 4 շրջաններ, ոնց մի մասը չեն գրավել։ Այո, եւ որոնք չպիտի լինեն ռուսական երկուսը։ Այսինքն այստեղ Դոնեցկի պատկանելության մասն է, արդեն Խերսոնի, Զապորոժիայի մասին խոսք չկա։ Ես չմեկնաբանեմ, թե Ռուսաստանում ինչպես են վերաբերում իրենց ստորագրած փաստաթղթերին, նույն Ուկրաինային անվտանգության կամ էլի Բուդապեշտյան համաձայնագրեր։ Հայաստանը Ուկրաինայի երաշխավորն է։ Այո, Հայաստանը շատ լավ գիտի դա ինչ է նշանակում, երբ Ռուսաստանը ինչ-որ միտեղ երաշխավոր է դառնում։ Շատ լավ, հիմա տեսեք Եվրոպայի դիրքորոշման մասին, անք բավականին պաշտպանում են Ուկրաինայի շահերը եւ Ռուսաստանի օգտին են որակել այդ ծրագիրը իհարկե ինչպես նշեցի արդեն Ժնևում քննարկումներ են տեղի ունեցել այդ թվում եվրոպացիների մասնակցությամբ Եվրոպայի անվտանգային մտահոգությունները որևէ կերպ այսպես հաշվի առնվում են չէ՞ որ Էլի Ռուսաստանը երթվում է որ չի հարձակվի Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա եվրոպացիներին ինչպես հասկանալ Ես մի բան չեմ հասկանում, ինչի Ռուսաստանը պատրաստվում էր հարձակվել։ Բա ասում են դա հիմարություն է։ Ուրեմն Տրամփն էլ գիտի կամ իր թիմը, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Ինչու են նշել, հա, դա։ Ինչու են նշել, այո, դա եթե իրական չի, չէր լինի, այո։ Երկրորդը, գիտեք, Եվրոպան, ինչպես Ֆրիդրիխ Մերցը շատ ճիշտ նշեց, ինքն է Ռուսաստանի հարևանը, բա Եվրոպայի անվտանգության մասին է խոսակցությունը։ Եվրոպան զինում է Ուկրաինային, տնտեսապես օգնում է եւ Եվրոպային ընդհանրապես չեն հրավիրել, որ մասնակցեց բանակցություններին։ Եվ Եվրոպան Ուկրաինայի գեղեցիկ աչքերի համար կներեք չի օգնում Ուկրաինային, այլ օգնում է իր անվտանգությունից ելնելով։ Այլ հարցը, որ շատ դանդաղ են գործում, որ այս 4 տարի լիովին բավական էր վերջապես ուրեմն զենքի արտադրությունը ավելացնել ուրեմն պաշտպանության ոլորտի ծախսերը, մինչև հիմա վիճում են, սանկցիաները դնում են, բայց չեն հետևում կատարմանը, Եվրոպան էլ անմեղ չի։ Կամ Ուկրաինային չեն տալիս անհրաժեշտ թվականակով զենք, ասում են մեզ էլ է պետք։ Հիմա ձեզ պետք չի։ Ինչ է անպայման պետք, որ ձեր զինվորներով կռվեք, տվեք թող Ուկրաինան ձեր պաշտպանի, կամ այսօր բանակ չկա Եվրոպայում, բացի Ֆինլանդիայից եւ Լեհաստանից, որոնք շատ հզոր բանակ ունեն, մնացածը պատրաստ չեն պատերազմի։ Այսօր Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին պաշտպանում է պարադոքսալ է Ուկրաինան։ Եվ ինչ որ մեկը ասում է, որ դուք չեք կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Չգիտեմ ինչ ասեմ, մյուս կողմից իսկ ով է ասել, որ ԱՄՆ շահերին համապատասխանում է այս ծրագիրը։ Այսօր ԱՄՆ-ում եւ իդեպ ուրեմն եւ հանրապետական եւ դեմոկրատները մեծամասամբ Ուկրաինային աջակցում են, տեսանք
Լինսի Գրեմի ուրեմն խոսքերը, տեսանք նաև սանկցիաների վերաբերյալ նախագիծը 500% երկրորդային, այսինքն Տրամպը չի կարող ինչ ուզում է անի, թե չէ նա վաղուց, ես կարծում եմ Ուկրաինան հանձնել էր, բայց ամերիկյան շահերին դեմ է հանձնել Ուկրաինան, հանձնել Եվրոպան։ Այդ դեպքում Ամերիկան ընդհանրապես կորցնում է իր դիրքը որպես աշխարհաքաղաքական հեգեմոնը դեռ մի կողմ լուրջ կենտրոն։ Այսինքն Տրամպի քայլերը հենց ԱՄՆ շահերի դեմ են ուղղված։ Բացի այդ, եթե դուք ուզում եք Չինաստանի հետ մրցել, ո՞նց եք մրցելու այն դեպքում, երբ ձեր գլխավոր դաշնակցին թողելու եք մերկ Չինաստանի պրոքսի գործիքի համար, որը այսօր լիովին դարձել է Ռուսաստանը։ Դուք կարծում եք, որ ավելի քաղաքական նպատակներն են կարևորվում ադմինիստրացիայի կողմից, նկատի ունեմ, երբ որ ասում եք Ամերիկա պետության շահերի դեմ է նման վերջնարդյունքը, երբ որ Ռուսաստանը ենթադրում եմ դա նկատի ունեք, պահպանում է ներուժը որոշակի, ինչ սպասել այս բասով։ Ես ադմինիստրացիա չեմ տեսնում ցավալի, ինստիտուտները այդտեղ չեն գործում։ Ինչ որ մարդիկ նախորդ բանակցության ժամանակ Ռուբիոն տեղյակ չի եղել, հավաքվում են իրենց տանը, Ուիտկոֆը տանը հանդիպումներ են անցկացնում Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հետո նշում են, որ դրա մասին պետքարտուղարը տեղյակ չի։ Իդեպ հիմա Պուտինն էլ Լավրովին չեզոքացրել է, այսինքն այդտեղ ինստիտուտները առանձին են գործում։ Պենտագոնի ղեկավարը չգիտենք ինչով է զբաղված, անունը դնում է ռազմական նախարար։ Հիմա աշխարհում էլ խնդիր չկա, այդ հիշում եք խայտարակ, այո, հավաքը, որ կանչել էր գեներալներին 4 աստղի ուսադիրներով, որ դասեր էր տալիս, ինքը լինելով ընդամենը որ շոումեն փոքր դասային աստիճանով։ Այսինքն ԱՄՆ պետության մենք հիմա տեսնում ենք քայքայման վտանգը ինստիտուտների, ես կասեմ։ Եվ սա Տրամպի համար շատ վատ է ավարտվելու, եթե նա շարունակի իր հեղինակությունը այսպես կորցնել, նա պատմականորեն ամենացածր հեղինակություն ունի դեպ հիմա, արժևու միջանկյալ ընտրություններ են։ Ես չգիտեմ, թե Էփշտեյնը վերջապես կարողացել է փոխանցել այնինչ այդ գործում կա Պուտինին, այդ նամակները, թե նա այդ երազանքով է ապրում, որ պետք է Պեկինից հեռացնի Պուտինին, թե նա իրոք հավանում է Պուտինի քաղաքական նպատակներն են, որ չունի, ինքը քաղաքական նպատակ չունի։ Այո, դա քաղաքական չի, քաղաքականություն անձնական է, այո, ամեն խոսքը սրա մասին է, ես որ լինեի, այսինքն լավն եմ ես։ Արդեն ծիծաղելի էլ չի, զավեշտալի, ով գալիս է հետը շփվելու, ամենաառաջին ասում է, ինչքան ինքը լավն է։ Դա շատ ահավոր է, Եվ ես ճիշտ եմ հասկանում ձեր մտածությունն է, որ այդ անձնական մղումը կարող է հարկադրել տանել դեպի Ուկրաինայի վրա ճնշում, որ հանուն նրա, որ ես խաղաղարար եմ, Ուկրաինան ինչ զիջում էլ անի, այսպես ասենք, կանգնի կարևոր պատերազմը։ Ես ուզում եմ կրկնվել, նա եթե կարողանար դա անել, վաղուց Ուկրաինային հանձնել էր։ Ես այդպես եմ մտածում։ Նա փորձեց անի, չի կարողացել եվրոպացիները, տեսեք, ախր խնդիրը որն է, ռազմական դաշտում իրավիճակը հոգուտ Ռուսաստանի չէ, հա, մի գյուղ ավել են գրավում, բայց Պոկրովսկը մինչև այսօր մի ամիս առաջ են ասել, որ գրավելու են, հարցը դա չի։ Բայց երբ են գրավում, ԱՄՆ-ն օգնություն չի տրամադրում 3 ամիս Ուկրաինային։ Ըստ էության սեպտեմբերից 43%-ով ընդհանուր Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը եւ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից նվազել է։ Ավդիևկան գրավեցին այն ժամանակ, երբ հետախուզական տվյալները չէին փոխանակում Ուկրաինայի հետ։ Այսինքն թղթի վրա Ռուսաստան ուզում է հասնել մի բանի, որը 14 թվականից նա չի կարողանում։ Այսինքն Տրամպը որ տեսներ եւ ստիպված երբեմն ասում է, ապրի Ուկրաինան էլ է շատ լավ պայքարում։ Այսինքն այս մարդու խոսքերը օրը մեջ փոխվում են։ Դա նրա հետևանք է, որ ինքը ուզում է շուտ ինչ-որ արդյունքի հասնել, բիզնես անենք, Ռիվիերա, հիմա տեսնում եք, էլի Իսրայելը հարվածում է Պաղեստինի դիրքերին, այդտեղ Համասը էլի ասում է, մենք չենք կարող սա հանդուրժել, հիմա էլ Լիբանանի ուղղությամբ է, այսինքն նա իր քայլերով ստեղծում է կոլապս, որովհետև չի կարողանում հասկանալ, ես հուսով եմ, որ թե հատուկ չի անում, թե միջազգային ասպարեզում իրականում սա ռուս-ուկրաինական կոնֆլիկտ չի, սա կոնֆլիկտ է ազատ աշխարհի եւ ավտորիտար պետությունների միջև, սա կոնֆլիկտ է Չինաստանի միջև, որովհետեւ Ռուսաստանը, Իրանը, Հեզբոլլահը դրանք բոլորը Չինաստանի պրոքսի գործիքներն են տարբեր տարածաշրջաններում։ Շատերն են այսօր մոռացել այս պատերազմի նախապատմությունը, ինչից սկսվեց, երբ որ Ուկրաինան պատրաստում է ստորագրել Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիրը, հետո գործող նախագահ Յանուկովիչը հրաժարվեց դա անել Ռուսաստանի ճնշմամբ, բայց ցուցարարները իշխանափոխություն արեցին եւ ի վերջո Ուկրաինան ստորագրեց այդ համաձայնագիրը եւ Եվրամիության անդամի տեխնացուի կարգավիճակ ունի։
այս կետերը, որ այսօր հրապարակվում են, Ուկրաինան կարող է Եվրամիությանը անդամակցել։ Մինչդեռ Ռուսաստանը այս պատերազմը սանձազերծել էր կանխելու այդ հավանական սցենա, ինչպես հասկանալ։ Ես ձեզ մի հումորային եւ զավեշտալի բան ասեմ, նախկին նախագահ Յանուկովիչը, որը 4 տարի չէր հայտնվել եթերում իր այդ նոր ատամներով, եկավ եւ ժպիտով ասաց, որ Ռուսաստանը դեմ չի եղել։ Բայց ինչու էր գնում Մերկելին, ըստ գերմանացիների, ասում, որ ինձ ուղղակի կսպանեն, ստորագրե իր այդ ասոցիացիան համար։ Այսինքն սուտը նույնիսկ ժամանակ չկա հիմա մեկնաբանելու։ Դուք հիշում եք այդ ասոցիացիան ճանապարհին Ռուսաստանը ինչ ուրեմն դեսանտ էր իջեցրել Ուկրաինա, որովհետեւ Յանուկովիչին ճնշեին։ Ամբողջ իրենց եթերները նրա մասին էր, որ դավաճանում են, եկեք ԵՏՄ ինչ ասոցիացիան, հիմա պարզվում է Ռուսաստանը դեմ չի։ Այսինքն ԵՄ-ն այսօր ռազմականացվում է, դա այլ տնտեսական բլոկ չի լինելու, ուզի թե չուզի։ Դա ռազմական կառույցի նման բան է դառնալու, հա։ Բայց Ուկրաինայի եւ նաեւ Հայաստանի շանսերը միգուցե հենց այդտեղ են անդամակցել դեռևս տնտեսական այսպես դիմակով Եվրամիությանը, որը հետո կռազմականանա, ավելի շատ կռազմականանա եւ անվտանգության բաղադրիչը նաեւ կմեծանա։ Ինչ եք դուք Կարծում եմ Պուտինը արդեն հասկացել է, որ այդ դիմակը չկա, որովհետև աննախադեպ է արդեն սկսում։ Իհարկե ուշացման հանել են դիմակները։ Ըստ էության, այո, առաջատար երկրները Օրբանի, Ֆիցոյի մասին չեմ խոսում, Սլովակիայի։ Հաջորդը Եվրամիությունը իր արտաքին քաղաքականությունը համակարգում է։ Այսինքն մենք ուրեմն պետք է անդամակցենք մի բլոկի, որը հակա ինչ որ ռուսական քայլերի գնա եւ Օրբանի կարգավիճակում չհայտնվենք, ասենք, չէ, մենք դեմ ենք։ Ես մոտակա տարիներին իդեպ ցավալիորեն չեմ տեսնում, որ պատերազմը կավարտվի, Պուտինն էլ իշխանությունից կզրկվի։ Մենք պետք է հասկանանք, որ թեկնածության դիմել, ժամանակը ձգել, մտածել, որ պատերազմը կավարտվի, բոլորը այստեղ առևտուր կանեն, դա սխալ տեսակետ է Հայաստանում։ Այս պատերազմը չի ավարտվելու։ Շատ երկար եւ ես նույնիսկ ցավալիորեն կարծում եմ Պուտինից հետո էր, որովհետեւ ըստ պրոյեկտի հրապարակած վերջին հետաքննության Պուտինը պատրաստում է արդեն հաջորդ իշխանություններին, որոնք չեմ կարծում, որ իր նման կոնստրուկտիվ են լինելու, չես կարող ասել, էլի ավելի վատ կողմ կգնա դեպի ռադիկալիզացիա, թե դեմոկրատական։ Համենայն դեպս գալու է ժամանակը, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի, ինչքան էլ դա բարդ է լինելու։ Տեսեք, ես սոցցանցերում նկատում էի Զելենսկի, Սանդու, Փաշինյան, Սաակաշվիլի համեմատություն, բոլորը ըստ մեկնաբանների հակառուս են, արևմուտքի գործիք են, իրենց երկրների դեմ են քայլեր անում եւ չեն ընդունում Ռուսաստանի ծրագիրը, բոլոր դեպքերում Ռուսաստանը ինչ որ մի ծրագիր ներկայացրել է մեր պարագայում Լավրովի պլան եւ հուլիս, չէ, 2019 թվականի պլան Լեռնային Ղարաբաղի Ուկրաինան Մինսկի համաձայնությունները չի իրականացրել, Վրաստանը, Աբխազիայի եւ Օսեթիայի, այսպես ասենք, ոչ Վրաստանինը լինելը չի ընդունել եւ սադրել է պատերազմ։ Մայա Սանդուն ճնշում է Գագաուզիայի ղեկավարին եւ գիտենք, որ այդ կինը բանտարկված է, որը Պուտինի հետ այսպես շփումներ ունի եւ այլ, այսինքն այս բոլոր 4 լիդերները որակվում են որպես հակառուս եւ իրենց երկրների գլխին աղետ բերած։ Ինչպես եք վերաբերվում այս քառյակին։ Նախ ես ասեմ, որ սխալ են պատկերացնում, որ Հայաստանում մեծամասնությունը աջակցում է հակառակը, ես հակառակ էֆեկտն եմ տեսնում։ Այն քաղաքգործիչները, որոնք աջակցում են Ռուսաստանին, ունեն 200 դիտում եւ մինիմալ աջակցություն։ Սա մեկ։ Երկրորդը, ես Փաշինյանին ընդհանրապես հակառուս չեմ համարում։ Ես կմեջբերեմ Վլադիմիր Պուտինին, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն։ Հիմա կասեն դա ձևական է, բայց ինչի Զելենսկու Սանդուի հանդեպ ձևական չի ասում կամ Սաակաշվիլի։ Ես չեմ ասում դա վատ է։ Հայաստանը այնպեսի երկիր է, այնպեսի դիրք ունի աշխարհագրական եւ այնպեսի ռուսական լուրջ ներկայություն, շնորհիվ այդ գրողների, որ կամ իրենց հայրերի, որ մենք շատ դժվար ենք օգտվել Ռուսաստանից, բայց ինչ նշանակում հակառուս։ Հիմա պրիմիտիվ Ռուսաստանի ծրագրին չի ընդառաջ, ասենք Լավրովի պլան։ Սկսենք դրանից, նախ պարզունակ մեղադրանքները երբեմն ես էլ եմ համարվում հակառուս։ Այսինքն դա Ռուսաստանը մեր օգտին ոչ ինչ չի անում, ասենք ինչ լավն է Ռուսաստանը, դա կոչվում է հակառուս։ Ուրեմն Լավրովի ծրագրին իրենք էին դեմ, իդեպ այդ ուժերը, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր խոսվում Լավրովի ծրագրի մասին, Սերժ Սարգսյանն էլ կոչ էր անում գնալ զիջումների, այդ գերի գտնվող Արցախի ղեկավարները թող կան պատասխանեն, ինչու չգնացին այդ զիջումներին, չէ՞։
Այսինքն դա միջև Փաշինյանն էր, երբ որ Սերժ Սարգսյանը խոսում էր զիջումների եւ, չգիտեմ, Ղարաբաղ երկելու, թե Ստեփանակերտ երկելու մասին, վերջերս էլ պարզվեց ոչ մի թիզական ա եղել Նիկոլ Փաշինյանը, իսկ իրեն մեղադրում էին Արցախը հանձնելու մեջ առաջին օրվանից։ Ուրեմն դուք եք ինչ որ առումով ճնշել, չէ՞ որ չգնա բանակցությունների, այդպես եկեք մտածեք։ Ինչ եկել է իշխանության, ասում եք ինքը հանձնելու է Արցախը, որտեվ գնում է բանակցությունների, հիմա էլ պարզվում է սխալ է արել, որ չի գնացել բանակցությունների։ Իհարկե Փաշինյանը մեծ սխալներ ունի, բայց դե կամ նոյեմբերի 9-ը որ չի գործել Փաշինյանն է մեղավոր, բոլոր ծրագրերին համաձայնվել էր Խովայևից սկսած հարձակվեցին մեզ վրա, Ռուսաստանը ասեց սահմանազատում չկա, մենք չգիտենք ջերմուկը հայկական է թե չէ, դա էլ է Փաշինյանը մեղավոր։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը արդյոք Ադրբեջանին պատերազմ սկսելու կանաչ թուղթ չէր Հայաստանի իշխանության կողմից կամ Ռուսաստանին չզրկեց Ադրբեջանի հետ բանավիճելու, խոսելու, իր մնալը արդարացնելու բանակցային ռեսուրսից։ Ուրեմն Վենետիկ ՏՎ վերջերս մի լուրջ բացահայտում արեց, որի մասին բոլորս տեղյակ էինք, որ դեռ մինչև 20 թվականներ որոշվել, որ Պուտինը հարձակվելու է Ուկրաինայի վրա, եւ իրեն պետք էր Թուրքիայի եւ Ադրբեջանի չեզոքությունը։ Հուսով եմ դա արդեն Փաշինյանը չի Վենետիկ ՏՎ-ին ասել։ Պարզ էր, որ արդեն որոշված էր այստեղ ամեն ինչ, կամ Ռուսաստանը ինչով էր խանգարում, որ Ադրբեջանը սովամահան է արցախցիներին, կամ պլան էին առաջարկել, Ադրբեջանը մերժեց։ Հենց Խովայևը եկավ Հայաստան, սկսեցին կրակել մեզ վրա, բա թող Ռուսաստանը միջնորդ էր, միջամտեր իր դաշնակցին պաշտպաներ, Ադրբեջանն էլ ասել Արցախում գերիներ մի վերցրել, ամենամեծ թվով գերիները, որ այսօր գերիների համար տենց բողոքում են, վերցրել են Ռուսաստանի վերահսկողության տակ եղող տարածքներից, կամ որ Ռուսաստանը իր ուղեկալները հանում այդտեղ ադրբեջանցիներն էին հայտնվում, դա ինչի մասին է։ Մինսկի համաձայնագրերը Ռուսաստանը չի կատարել, այս մարդիկ երևի որ իրենք չեն կարդում, իրաց թվում է մնացածները տեղյակ չեն։ Ռուսաստանը ինքը սկսել է կանաչ մարդուկների ուղարկել Դոնբաս, պրովոկացիա է արել, սկսել է պատերազմ։ Այդ որ Պուտինն ասում էր մենք այնտեղ ներկա չենք, հետո լավ ապացուցվեց, որ իրենք էին ներկա եւ դա ռուս զինվորներն էին քաղաքացիական հագուստներով, իրենց գվարդիայի ռոս, այսինքն Ռուսաստանը ինչը չի կատարել։ Ռուսաստանը, Ուկրաինան հարձակվել Դոնբասի վրա։ Մայա Սանդուն ինչ պիտի անի, Գագաուզիայի ղեկավարը գնում է Մոսկվա, չամադանով ներողություն, հետա գալիս Մոլդովա, դա նորմալ է, այսինքն ձեզ համար նորմալ է, որ այլ երկրից եկել են արգղերով գումար են տարել ու ասում են մենք չենք ենթարկվում մեր Մոլդովա։ Գիտեք այդ նարատիվի հիմքը որն է, որ ով դիմանում է Ռուսաստանի առաջարկին ծրագրին կամքին, նա իր երկրի դեմ է, քանի որ Ռուսաստանը հզոր պետություն է, միևնույն է հաղթելու է, եւ պետական գործիչները նրանք են, ովքեր ողջախոհությունը պահպանում է եւ այսպես փորձում են լուծումների դաշտ գնալ, ոչ թե ընդդիմանալ։ Ես մի նախադասություն ասեմ, եթե իրենց այնպիսի ուշադրություն դարձեն արևմուտքից, ինչպես Ռուսաստանից, չկասկածեք, որ կպարզվի ամենավատ ղեկավարը աշխարհում Վլադիմիր Պուտինն է։ Դա կախված է ուշադրության քանակից եւ Զատուլինի ուշադրությունից։ Տեսեք, ամեն դեպքում ամփոփենք ռուս-ուկրաինական պատերազմի շատ ներողություն, որքան հիշում եմ, այսօր Ռուսաստանի ջատագովները նախկինում Ռուսաստանին այնքան էին քննադատում, մի բան էլ կողմ էին, որ ռազմաբազաները հանի գնում այնտեղ հանրավակներ էին անում։ Ինչպիսի վերջնարդյունք է ձեռնտու Հայաստան, դուք ասացիք, որ չեք ենթադրում, որ այս պատերազմը կունենա ավարտ առաջիկայում եւ չեք տեսնում, որ Թրամփի այս ծրագիրը կստանա խաղաղության պայմանագրի կամ պատերազմի դադարեցման տեսք, եթե այսպես մի քիչ անսրտորեն կամ սառնասրտորեն այս հարցին պատասխանենք, ինչ է ստացվում պատերազմի ձեռնտու ավարտ։ Ես ցավալիորեն կարող եմ ասել, որ քանի Ռուսաստանում գտնվում են այս իշխանությունները, պատերազմը չի ավարտվել ու հրադադարը չեմ կարող ասել 14 թվականից հետո եղան մի քանի հրադադարներ, այսպես ասենք, բայց պատերազմը չի ավարտվելու, որտեվ սա պատերազմ է իշխանության համար, Վլադիմիր Պուտինը պատերազմը սկսել է ՑՄԱ ղեկավարելու համար։ Սա մեկ։ Երկրորդը Ուկրաինայում, որ հրադադարնի Ռուսաստանը որևէ այլ տեղ է գնալու այս զորքերով, որովհետև նա չի կարող թողնել, որ այս զինված 17 թվականի սցենարը կրկնվի 1900, ուրեմն մարդիկ այդ ուրեմն հոգեբանական լուրջ խնդիրներով եւ այլևս աշխատավարձ չստանալու, հիմա միլիոնների աշխատավարձ են ստանում պատերազմի համար, չէ՞, ամսական, հետ վերադառնալ Ռուսաստան։ Դա աղետ կլինի։ Դրա համար նա սկսելու է որևէ այլտեղ, իդեպ ինչպես Նետանյահուն, ինչ որ ռազմական օպերացիա լինի Հարավային Կովկասում, թե Միջին Ասիայում, Ղազախստանի ուղղությամբ, դա արդեն ժամանակը ցույց կտա կամ Աֆրիկայում։
Լիբիայի, Սիրիայի ուղղությամբ, այսինքն Ռուսաստանը չի կարող գոյատևել նորմալ պայմաններում, նրա տնտեսությունը ռազմականացված է։ Հաջորդ, Վլադիմիր Պուտինը չի կարող թողնել, որպեսզի Ուկրաինան դառնա անկախ պետություն, որովհետև կրկնեմ, առանց Ուկրաինայի Ռուսաստանը դա ավելի շատ ասիական պետություն է դառնալու, ինտեգրվելու է չինական մոդելին, հիմա ամբողջովին կլանված է Չինաստանի կողմից, իսկ դա ունենալու է իր աղետալի հետևանքները եւ տնտեսության առումով եւ դեմոգրաֆիա։ Այսինքն Ռուսաստանը կայսրություն չի լինելու, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը չի ուզում լինել ոչ կայսրություն, Ռուսաստանը պատրաստ չի հավասար հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, նրանք մնացել են դեռ այդ կայսերական շովինիզմի մտածելակերպի պայմաններում, որ մենք պիտի լինենք ասողը, դա ժամանակից հետ է արդեն այդ մտածելակերպը, բայց Ռուսաստանը չի կարողանում դրանից դուրս գալ։ Այնպես որ ես մինչև 2030 թվականը մինիմում կանխատեսում եմ պատերազմի շարունակություն, գուցե հրադադարով, Տրամպը արդյոք մինչև վերջ կղեկավարի ԱՄՆ-ն շատ կասկածելի եմ համարում, ով կլինի նրանից հետո, որևէ մեկը այսօր ոչինչ չի կարող ասել, բացի այն, որ Ուկրաինան եւ Եվրոպան ունեն մեկ ճանապարհ, վերջապես հասկանալ, որ խոսքերի ժամանակ ավարտվել է coalition of willingness, չէ՞, կամքի կոալիցիա, ինչ է դա, ոչ մի բան չստեղծվեց, բառեր, սամիտներ, համաժողովներ, անցել է դրա ժամանակը, արագ զինել Ուկրաինային եւ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը Ուկրաինայից հետո չանցնի ՆԱՏՕ-ի անդամ փոքր Նարվայի օրինակ, Էստոնիայի ուղղությամբ որևէ գործողության։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ այդ հարձակումը շատ հավանական է։ Բայց մի հարց էլ պետք է տամ, Հարավային Կովկասում դուք Ռուսաստանի վերադարձի հավանականություն ինչքանով եք համարում, ինչու, որովհետև Պուտինը հեղինակել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուսական ԱԴՑ-ի համար ոտքի տեղեր նախատեսել մեղրի ճանապարհի վրա Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան գծի վրա, բայց մենք տեսնում ենք դա այսպես գոնե տեղի չի ունենում եւ Հայաստան-ԱՄՆ պայմանավորվածություն կա Թրամփի ուղու ստեղծման վերաբերյալ, սա վերջնական է, այսինքն մենք չենք ունենա ռուսական վերադարձ այդ ապաշրջափակման թեմային։ Ոչ վերջնական չի, Ռուսաստանը դուրս չի եկել Հարավային Կովկասից, սա էլ այն շրջանակներին, որոնք կանխատեսում են, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու մի երկու օրից։ Ոչ, Դոնալդ Տրամփի համաձայնությունները շատ անկանխատեսելի են ձեռք բերված, հատկապես որ Ադրբեջանը չի շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել, ես չգիտեմ ով է այցելում Բաքու, ինչ մեսիջներ է ստանում, որ Ալիևը բարիացել է եւ մեզ այդ խաղաղություն է ուզում։ Ալիևի հայտարարությունները, այնտեղ էլ փորձագետ չկա, դրանք բոլորը պալատական ռոպագանդիստներ են, ցույց են տալիս, որ նա իր հույսերը չի կորցրել նոյեմբերի 9-ի ուղղությամբ, որը Վլադիմիր Պուտինը նշել է։ Իդեպ կրկնեմ, որորդ անգամ Հայաստանը դուրս չի եկել նոյեմբերի 9-ի համաձայնագից։ Իսկ թե Տրամփը մի տարուց ինչ կմտածի եւ այս մեմորանդումը կստանա որևէ լուրջ հետևանք, կտեսնենք։ Լավ է, որ ամերիկյան կողմը եկել է Հայաստանի։ Դե պետքարտուղարությունը Ռուբիոն է մեր դաշնակից այդտեղ, որը ասում են, որ հաջորդ նախագահ հնարավոր է լինի։ Ռեալ քայլեր պիտի կատարվեն, բայց Հայաստանը երբևիցե որևէ սցենար պիտի չբացառի եւ շարունակի զինվել, վերափոխել իր բանակը, ունենալ հզոր տնտեսություն եւ երկրի ներսում էս իրավական ներողություն իհարկե բարդակը, որ ստեղծվել է, որ 50 տարի մի հատ գործ են քննում, այսօր էլ մենք ականատես եղանք, վերջապես ավարտվի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալաքյանին։